Բարև հարգելի դիտորդ, եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպիսի տպատախտակներ եմ ստեղծել սառնարանների համար, ինչպես են նրանք տարիների ընթացքում ձևափոխվել, ապա դիտեք այս տեսանյութը։ Ստեղծման ձևը ես ցույց եմ տվել նախորդ տեսանյութում։ Եթե չեք դիտել այն, խորհուրդ կտամ այն դիտել։ Տեսանյութում կներկայացնեմ իմ ստեղծագործություններից մի մասը։ Քանզի առաջնահերթ ես նախընտրում եմ արագ վերանորոգել եւ չկա ժամանակ դրանք նկարելու համար։ Ուստի որոշների նկարները կամ տեսանյութերը չեն պահպանվել։ Տվյալ տեսանյութի տևողությունը կրճատելու նպատակով եղած տեսանյութերը ամբողջությամբ չեմ ներկայացնի։ Տեսնում ենք նմուշային տպատախտակները, որոնցից ես օգտվում էի սկզբնական շրջանում։ Դրանք շատ լավ աշխատում էին, բայց էսթետիկ գրավիչ չէին։ Ցավոք դրանց նկարները կամ տեսանյութերը չեն պահպանվել, քանի որ այդ ժամանակ ես չէի պատրաստվում ներկայացնել հանրությանը։ Հետո պահանջի շատացման, ինչպես նաև տպատախտակի շղթաների բարդացման հետևանքով ես ուսումնասիրեցի եւ որոշեցի ինքնուրույն գծագրել եւ ստեղծել գործարանային մոտ տպասալիկներ։ Նմուշային տպասալիկների վրա անհնար էր տեղադրել մակերևույթային տարրեր, իսկ իմ ստեղծածը թույլ էր տալիս դա անել, ինչպես նաև հնարավորին փոքրացնել տպատախտակի չափերը։ Գնեցի բավականին գործիքներ, նյութեր եւ բաղադրիչներ, ուսումնասիրեցի ստեղծման տարբերակներ։ Միկրոկառավարիչների հետ ունեցած իմ փորձը թույլ տվեց հեշտ մշակել կառավարման ծրագրերը։ Վերջապես ստեղծվեց առաջին նմուշը, որը պետք է աշխատեր LG սառնարանի վրա, քանի որ դրանք ավելի հաճախ էին հանդիպում վերանորոգման համար։ Այն արդեն 6 տարուց ավել աշխատացնում է փոփոխական շարժիչներ բազմակի LG սառնարանների վրա եւ ուրախացնում նրանցից օգտվողներին։ Նրանք հետագայում ծրագրային եւ բաղադրիչների թեթևակի փոփոխությունից հետո կարողացան աշխատել նաեւ այլ արտադրողների սառնարանների վրա։ Նրան զուգահեռ ստեղծեցի Samsung սառնարանի համար, որի չափերը, տեղադրման անցքերը եւ վարդակները լրիվ նմանակում էին բնօրինակին։ Ճիշտ է, դա նաեւ օգտագործվեց Siemens ընկերության սառնարանների վրա։ Քանի որ Samsung ընկերությունը արտադրում է իրարից տարբեր բավականին տեսականի, տպասալիկների մեծությունը եւ տարերի քանակը շատանալը, ինչպես նաեւ որոշների վրա սառնարանի ցածրավոր լարման աղբյուրների առկայությունը կբերեր նմանակների արտադրակի բարդացմանը եւ թանկացմանը։ Այդ պատճառով ստեղծվեցին նոր տարբերակներ, որոնցից մեկի նկարները տեսնում եք։ Քանի որ արտադրողները շատ են եւ նրանց մտածելակերպը տարբեր է, նաեւ դա երևում է սառնարանի տեսակներից կախված, եկավ նոր միտք ստեղծել նոր տարբերակ, որը կլինի բազմահնար եւ կարողանա աշխատել բոլոր արտադրողների սառնարանների եւ նրանց տարբերակների հետ։ Եվ սկսվեց դրա արտադրումը, պատվերի հետ քայլ առ քայլ դրա բազմահնարարության մշակումը, նաեւ աշխատանք տարա նրա չափերի փոքրացման վրա։ Առաջին տարբերակի ստեղծման ժամանակ ինձ դիմեց ինձ մոտիկ սառնարան վերանորոգողներից մեկը, որ ունի նոր Hitachi սառնարան։ Շարժիչը տեղադրվել է այլ սառնարանի վրա եւ ափսոս է, սառնարանը պետք է աշխատացնել։ Քանի որ ես առաջին անգամ պետք է աշխատեի այդ արտադրողի հետ եւ չունեի ժամանակի սահմանափակում, դա իմ համար շատ լավ հնարավորություն է։ Եվ այսպես ես ստացա մի սարք, որը միայն կառավարման ծրագրի փոփոխությամբ կարելի է տեղադրել տարբեր սառնարանների վրա։ Հաջորդ քայլը օգտագործման հարմարավետությունը ապահովելու համար պետք է փոքրացնել չափերը։ Փոխեցի միկրոկառավարիչը ավելի փոքրով։ Դա հանգեցրեց նրան, որ առաջ կառավարող ոտիկները շատ էին, քան պահանջվում էր, իսկ հիմա չեն հերիքում։ Դա լուծվեց ծրագրային տարբերակով, նույնիսկ նորից հայտնվեց ավել ոտիկ։ Եվ այսպես ստեղծվեց արդեն փոքր տարբերակը, որը հեշտությամբ տեղադրվում էր հենց մեր տպատախտակի վրա։ Հաջորդ քայլը նրա մշակումն է, որը արդեն արվում է տարիների ընթացքում, այն տեղադրելու ժամանակ, որովհետև միայն այդ ժամանակ է առաջանում այս կամ այն տարի ավելացումը, դիրքի փոփոխումը եւ այլն։ Ներկա պահին դրանք արդեն արտադրվում են երկու տարբերակով։ Առաջինը սնվում է մայրտախտակի լարումից, իսկ երկրորդը ինքն է ստեղծում այն բարձր լարումից եւ տեղադրվում է իր տուփով շարժիչի մոտ։ Այն փոխարինում է այն փոխակերպող տպասալիկներին, որոնք տեղադրված են շարժիչի վրա։
Եվ այսպես տեսնում ենք տարիների ընթացքում ստեղծած որոշ նպատակների փոփոխությունները եւ բազմահնարավորության ավելացումը։ Ճիշտ է, ներկայացված է ոչ բոլորը, բայց բավական է, որ պատկերացնեք աշխատանքների ծավալը այս կամ այն հնարավորությունը ավելացնելու համար բոլոր սառնարաններ արտադրողների եւ նրանց արտադրանքի տեսակների պահանջները ապահովելու համար։ Հույսով եմ տեսանյութը ձեզ դուր եկավ, իսկ ալիքի որակը բարելավելու համար կխնդրեի գնահատել տեսանյութը եւ թողնել մեկնաբանություն տեսանյութի մասին, ինչը ձեզ դուր եկավ կամ ոչ։ Դա կօգնի ինձ հասկանալ իմ հետագա քայլերը ալիքը բարելավելու համար։ Նշված հեռախոսահամարներով կարող եք զանգահարել համագործակցելու, ինչպես նաև լվացքի մեքենաներ կամ սառնարաններ վերանորոգելու համար։ Այսօր այսքանը, միշտ նոր տեսանյութ։